Այսօրվա թեման էլի եմ որ ասած նախաբան ինչպես որ եղբայրներս խոսեցին, այո, մենք տեսնում ենք մեր կողքը ինչ են ահարվիկներ, պատերազմներ, աղետներ։ Բայց մի ավելի էլի սարսափելի աղետ, ահարվիկ կա, որ մեր շրջապատում մեր մեջ է կատարվում, որ այսօր ամեն մեկից ցավ, տառապանք է պարգևում, տալիս պարգևում են բառն եմ օգտագործում, տալիս։ Դա ինչն է։ Դավաճանությունը, կեղծավորությունը, սուտը, որ ամեն մեկից շրջապատում մեր տիրույթում տիրում է, որ շատերս, այո, դրա, որ ասում կորուստն ենք ունենում, դրա անձնական այն շփումն ենք ունենում։ Ինչ եք կարծում, ամուսինները, երբ որ ամուսնանում են սիրահարվածները, չէ, իրանց ինչ են տալիս, հավիտյան հավատարմության խորհուրդ են, ուխտ են, չէ, կապում։ Գործընկերները միշտ օգնելու, աջակցելու խոստումներ են, չէ, տալիս։ Մեր ընկերները միշտ մեզ հետ լինելու, քեզ հետ եմ, միշտ այդպիսի խոստումներ են տալու։ Շատ անգամներ, այո, ամեն մեկս մեր կյանքում ունեցել ենք այդպիսի խոստումներ։ Բայց ցավոք սրտի մենք ինչ ենք, մարդը փոփոխական է։ Մարդը շատ արագ իրավիճակներից, կարգավիճակներից ինչ է լինում, փոխվում է եւ այն խոստումները, այն խոսքերը, որ արտաբերել էիր, ինչ են անում, բոլոր լրիվ հակառակն է տեղի ունենում եւ դավաճանություններ, անհավատարմություններ, այո, մենք տեսնում ենք, որ այսօր ցավոք սրտի մենք տեսնում ենք ընտանեկան միջավայրում անգամ արդեն ամուսինների մեջ ինչ կա, անհավատարմություններ կա։ Անկեղծությունը վերացել է, կարծես անկեղծությունը դարձել է այսօր մի դեֆիցիտ պահանջված բան։ Շուրջ բոլորը ինչ է, վստահությունը գնալով ինչ է անում, պակասում է։ Եվ այսօրվա մեր ցանցերի էս ինֆորմացիայի էս լեփլեցուն ժամանակաշրջանում մենք ինչ ենք տեսնում, աճ ու ձախ, խաբեություն, դավաճանություն, կեղծարարություններ եւ այդ ամենը ինչ են անում, անմիջական ազդեցություն են ունենում մեզ վրա, սիրելիներս։ Երբ որ մենք այդ հասարակության մեջ ենք ապրում եւ չենք էլ կարող ուրիշտեղ ապրել, դա անդրադառնում է նաեւ մեր հոգեվիճակի վրա, մեր Աստծո հետ անգամ Աստծո հետ հարաբերությունների վրա։ Շատ անգամ այդ գայթակղությունները ինչ են անում, երբ որ գալիս են, այնքան են մեզ գայթակղեցնում, հիասթափեցնում, որ անգամ մենք Աստծո հետ հարաբերությունները ինչ են անում, թուլանում են։ Երբ որ մարդու ընտանիքում, երբ որ ընտանիքներում կինը դավաճանված է զգում իր տղամարդուց, կամ հակառակը կամ երեխաների իրանց ծնողներից ինչ է կատարում, նրանց սրտերը կոտրվում են։ Եվ այդ ամենը այն կոտրված սրտերի մեջ արդեն Աստծո հետ հարաբերություններ կարծես, նրանք իրանց մեջ ինչ են մտածում, որ Աստված երևի այդպես ցանկացավ, թույլ տվեց։ Եվ այդ Աստծո հանդեպ այդ մտածմունքը ոնց որ միտեղ մտածում էր, որ Աստված նաև հեռացավ իրանցից, որ ես այսօր ապրում եմ այս մեծ սարսափելի դավաճանության մեջ։ Այո, երբ որ անգամ մեր նեղությունները, մեր կյանքի նեղությունները մի փոքր սկսում են երկարել, մենք ինչ ենք մտածում, Աստված մեզանից ինչ արեց, ձեռ քաշեց։ Աստված երևի մի բան այնպես չարեցի, արդեն էլ ինձ չի ավանում, որտեվ ես երևի արդեն այն որ ասում հոգնեց ինձանից եւ ամենամեծ այն որ ասում սուտը, որ սատանան բերում է, այո, մեր եւ Աստծո հանդեպ այդ հավատարմության, այդ կարևորագույն այդ հարաբերությունը ինչ անի, ոչնչացնի։ Եվ այսօր, այո, այսօրվա պատգամը ես վերնագրել եմ այսպես. Աստված հավատարիմ է անկախ ամեն ինչից եւ Աստված հավատարիմ է մինչեւ վերջ։ Սիրելիներս, մենք կարիք ունենք, ես անձամբ կարիք ունեմ իմ կյանքի այս երկրավոր կյանքի ավարտը երբեք նրա հավատարմության վրա չկասկածելու, սիրելիներս, որովհետև Աստծո խոսքն ինչ ասում, գալու են գայթակղություններ։ Այն էլ վերջի ժամանակների գայթակղությունները ինչ են լինելու, շատ ուժեղ են լինելու։ Եվ այդ գայթակղությունների ամենամեծ հարվածը
մեր եւ Աստծո հանդեպ այդ հարաբերության, այդ վստահության, նրա անկեղծության, նրա հավատարմության վրա կասկածելն է։ Երբ որ Աստծո խոսքը նայում ենք Հռոմեացիների 3:3-ում, ասում է ինչ է գրած. Ուրեմն Հռոմեացիների 3:3 Ուրեմն ինչ, եթե ոմանք հավատարիմ չմնացին, միթե նրանց անհավատարմություն Աստծո հավատարմությունը կխափանի։ Եվ 4-րդ տեղում գրած է քավլից։ Այսօր մենք 3 տեղ Պողոս առաքյալի այդ քավլիցին կարևոր քավլիցին կլսենք։ Մեկ առաջինը քավլիցի, որ Աստված մենք իշքան էլ որ անհավատարիմ գտնենք, նրա հավատարմությունը չի խափանի, որովհետև նա ինչ որ խոսացել է, նա ինչ որ մեզ ասել է, նրա էությունը ինչ է, անփոփոխ է, ինչպես որ Էդգար Եղբայրս ասեց, Աստված նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Դրա համար մենք իշքան էլ մենք մեր ճանապարհների մեջ ընկնենք, մի փոքր թերանանք, մի փոքր որ ասում անկում ապրենք, Աստված իր հավատարմությունը երբեք չի խափանի։ Դրա համար Աստծո հավատարմությունը մեզնից անկախ է։ Նրա սերը, ողորմությունը, հոգատարությունը, բարությունը, արդարությունը, գթասրտությունը ինչ որ մի պահի, ինչ որ մի ազդեցության տակ երբեք չի կանգ առնում սիրելիս։ Նրա ողորմությունը ազգից ազգ է, նրա ողորմությունը հավիտյան է, նա սեր է, դրա համար երբեք նա իր էությունը չի փոխելու։ Դրա համար այս գայթակղող աշխարհի մեջ իշքան էլ մեր շուրջ բոլորը անգամ եթե այսօր մենակ էլ մնաս, սիրելիս, եթե տեսնես որ անգամ մի ազդանշան չկա քո կողքը ինչ որ մեկը լինելու իմանանք եւ դա վստահաբար որ Աստված հավատարիմ քո հետ կանգնած է քո այն ամեն նեղության մեջ նրա ներկայությունը այն շոշափելի ձևով երևալու է դրա համար մենք պետք է վստահենք նրա հավատարմության նրա ներկայության համար նայեք Ղուկաս 15-ում առակած որդու վերադարձը պատմությունը մենք բոլորս գիտենք, չէ՞։ Ինչ արեց անառակ որդին պատմությունն ասում է ուզեց իր ամբողջ ունեցվածքը։ Ես վերջերս մի քարոզողի լսեցի, ասեց անգամ իր ունեցվածքը, անգամ դա գողություն համարեց, որովհետև ասում է դա իր բաժինը չէր, որովհետև իր բաժինը տեղի ունենում այն ժամանակ, երբ որ ծնողը մահանում է։ Քանի որ ասում է իր հայրը կենդանի էր, դա նշանակում է իր հոր ունեցվածքներ, այսինքն նա ժամանակից շուտ իր հորը մեռած համարեց։ Եվ ասում է, երբ որ իր բաժինը վերցեց եւ պատմությունը ինչպես որ գիտենք գնաց հերու երկիր, չէ։ Եվ այդ անառակ որդին ինչ արեց, այդ ամբողջը վատնեց։ Մի լավ, որ ասում է, շատ գեղեցիկ է ավետարանը, Ղուկաս ավետարանը ինչը ներկայացնում, ասում է, երբ որ մի օր իրեն գտավ եւ որոշեց, որ հետ դառնա եւ խոսքն ասում է, իր մտածելակերպով մտածում էր կգնամ ինչ-որ մի ծառայի կերպարանքով, ձևով կապրեմ, որովհետեւ շատ ծառաներ կա, ինչպես որ անցած մենք շաբաթօրը Ռոման եղբայրս շատ լավ նկարագրեց, չէ՞ որ մեր պատկերացածը, մեր պատկերացում Աստծո պատկերացումներին անգամ են մոտիկ չի կարող գտնվել։ Ինքը իր ձևով մտածում էր կգնամ ծառայի նման, բայց նա երբեք չէր պատկերացնի հոր այդպիսի ընդունելությունը։ Եվ խոսքն ասում է, եւ նա ասում է, երբ որ նա գալիս էր, նա հերվում տեսավ։ Այս եղբայրականին մամիկոն եղբայրը այդ խոսքը ոնց որ կարծես այդ падգամի վրա հետաքրքիր է, շաբաթ անդադ եղբայրներս լրացնում են, ասեց նա նշանակում է, երբ որ նա հերվում տեսավ, նշանակում է նրա հայացքը իր զավակի կողմներ։ Թեև նա վիրավորված էր, թեև նրան իր հորը անպատվել էր, իր հորը վիրավորել էր, իր հորը արհամարել էր, բայց հոր մեջ այդ ոնց ասեմ այդ անուշադրության այդ վիրավորանքը չէր բնակվում։
նրա հայացքը ամեն օր, ամեն վայրկյան ինչ էր, հերու նայում էր իր որդու վերադարձին։ Եվ ասում է, եւ նա հերվում, միջև նրա գալ, ասում է, եւ նա հերվում տեսավ։ Եվ պատմությունը գիտենք ինչպիսի ընդունելություն ունեցավ անառակ որդին։ Այնպիսի ընդունելություն, որ այդ երիտասարդը անգամ չէր էլ պատկերացնի, որ այդպիսի մեծ ընդունելություն։ Նա ինչ արեց պատմուճանով եւ այն գրկապած ընդունեց։ Ես իմ կյանքում այո, այդ գրկախառնության այդ քաղցր պահը ես վերապրել եմ, Աստված ինձ ողորմել է եւ երբ որ ես առաջին անգամ մտա մեր Աբովյանի մեր քաղաքային եկեղեցին, սրանից 16 տարի առաջ ինքը նկուղային չէր, կռիշում էր, կտուրում էր մեր հավաքույթը, ընդամենը 20-ից 30 հոգի, երբ որ ես առաջին անգամ ես ընդհանրապես Աստծուց ոչ մի տեղեկություն չունեի, ես ոչ այն վաղ ցանցը չկար, ես ոչ ավետարան էի լսել, ոչ Աստծո մասին գիտեի, ոչ խոսք գիտեի, ոչ էլ Աստված գիտեի, որովհետև մենք այդ միջավայրում ես չէի մեծացել։ Երբ որ առաջին անգամ մտա եկեղեցին, ես ընդամենը երբ որ սկսվեց պաշտամունքը, ես այդ պաշտամունքը ընդհանրապես ոչ մի բան չեմ հիշում, բայց մեկ բան, որ միջև հիմա ասենց կարծես բնական ձևով ես նորից շատ անգամներ վերապրում եմ, ես մի գիրք, մի ձեռքը բաց գիրք կար, որ ինձ գրկեց ինձ պաշտամունքի ամենասկզբից։ Ես գտնվեցի, չգիտեմ, այդ օրը մի ժամ ատևել, իշքան ատևել, ես այդ ամբողջ պաշտամունքի ժամանակ գտնվեցի հոր այն քաղցր գրկի այն սեղման մեջ։ Մի հզոր ձեռք ինձ սխմել էր եւ ամբողջ այդ ընթացքում սպես իր ջերմությունը, իր քաղցրությունը, իր այդ վայելչությունը ես վայելում էի։ Ես այն սիրո այդպիսի հպում ես իմ կյանքում չէի տեսել։ Թեև ես շատ անգամներ այո այդ կարոտի, ոնց ասեմ, այդ կարոտի գերագույն մի աստիճան, սիրելիներս, եւ որ sense վայելեցի այդ բանը, ես այդ ներկայությունը ինչ արեց, ես սիրահարվեցի, ես Եմ ասում խենթի պես սիրահարվեցի հոր վրա, Հիսուսի վրա, եւ այդ մեկ հանդիպումը, այդ մի հպումը, այդ մի գրկախառնությունը ինչ արեց, իմ ամբողջ կյանքը փոխեց։ Sense ես փոխվեցի, որովհետեւ դա անհնար էր, ինչ որ միտեղ, մի բանի հետ, դա մի արտասովոր բան էր, որ իմ կյանքում տեղի ունեցավ, դա Աստծո մեծ ողորմության սիրո արդյունքի մեջ էր, որ ես ապրեցի։ Եվ դրա համար, երբ որ կարդացի, ես կարդում էի այո այդ ավետարանի անառակ որդու վերադարձը, ես հասկանում էի, այսպես բնական ձևով ասում եմ, հոր սպասումը մեր վերադարձին։ Եվ ես միշտ ասում եմ, սիրելիս, ու շատ անգամներ կրկնում եմ, չգիտեմ այսօր իշքան ես դու հեռացել Աստծուց։ Իշքան ես, որ ասում եմ ընկել, չգիտեմ ինչերի մեջ ես, ինչ վիճակի մեջ ես, որ պահին դու որ ասում եմ շրջահայաց ես, թեքում ես դեպի Աստված, Աստծո, ասում միանշանակ Աստծո այն ազդանշանը, Աստծո հպումը միանգամից տեղի ունենում։ Մեր Աստված այդպիսի մի հրաշալի Աստված է։ Այն մի փոքրիկ շարժը դեպի իրեն միանգամից իրեն կողմից արձագանք է ստանում։ Դրա համար շատ կարևոր է, իմացեք, որ սատանայի ամենամեծ կեղծիքը ինչումն է, որ մենք բանի պետք չենք։ Դու այնքան ես հեռու գնացել, որ Աստված քեզանից արդեն զզվում է։ Եվ այդ կեղծիքը շատ անգամ ինչ է անում, մեզ հեռու է պահում, շատ անգամ մեզ կարծես ամաչեցնում է մոտիկ գնալ։ Ինչպես որ այո անառակ որդի մի պահ ինքը ամաչում էր, ինքը մտածում էր որպես ծառայի կերպարանքով կգնա, բայց նա արժանացավ իր որդու այն հարաբերության, որդու կարգավիճակի մեջ, այո։ Դրա համար սիրելիներս, այսօր մենք պետք է, որ ասում եմ, իշքան մեծ հնարավորություն, իշքան առիթ ունենք շուռ գանք դեպի մեր հորը, որովհետև նրա ձեռքերը պարզած դեպի մեզ է կանչում, նրա ձեռքերը, նրա հայացքը, նրա ուշադրությունը մեզ վրա է
ամեն ժամանակ։ Երբ որ մտածում եմ այո Աստծո հավատարմության մասին, որ Աստված ինչպիսի հավատարմություն ունի, առաջինը սկսեցի խորհել հենց Իսրայել ազգի, որպես օրինակ, սիրելիներս։ Ամենակարևոր տեղ առաջինը Աստված ինչ ուխտ կապեց Իսրայելի հետ, Աբրահամի միջոցով։ Նրա ուխտը նրա հետ էր։ Երբ որ սկսեցի նայել այդ պատմությունները, երբ որ դիտել Աբրահամից սկսած, ինչպես որ Էդգար եղբայրը սենց անապատի Իսրայել ազգը, երբ որ դուրս եկավ այդ ելիցը եգիպտացիների երկրից, Աստված այո Իսրայել ազգի հետ տարբեր ժամանակներում տարբեր ձևի էր իր հետ հարաբերվում։ Երբ որ նա անապատից դուրս եկավ Իսրայել ազգը ամբողջապես կախվածություն ունեցավ միայն Աստծուց։ Սա այն ժամանակաշրջանն է, որ անապատի ընթացքը, որ մարդ ուրիշ ոչ մի առիթ, մարդկային ոչ մի, որ ասում կողմնակի այլ արձագանք կամ երաշխավոր կամ ներգրավվածություն չկար։ Անապատում ամբողջապես կախումը մեր Տեր Աստծուց էր, Իսրայել ազգում, որտեղ Աստված էր ինչը կերակրողը, Աստված էր խմեցնողը, Աստված էր հագցնողը, Աստված էր հով, շոգ ժամանակ հով բերողը, Աստված էր գիշերը լույս տվողը։ Ուրիշ ոչ մի միջոց եւ առիթ այդ ժամանակ չկար։ Երբ որ ես մտածում եմ սիրելիներս, սա ուզում եմ այո, որ մենք շատ կարևոր է մենք ֆիքսենք, որտեղ ժամանակ է գալու, ինչպես որ Աստվածաշնչում է գրված, որ մենք ունենալու ենք եգիպտացիների դուրս գալուց այսպիսի անապատի կարգավիճակ, ինչպես որ հայտնության գրքում է, չէ՞ գրած, ասում եմ մի օր որ ժամանակ է գալի, ոչ առնելու եք, կարողանալու եք առնեք, ոչ կարելու եք ծախեք, չէ՞։ Աստծո ընտրյալներին այդ հնարավորությունը փակվելու է։ Շատերս շատ հավատացյալներ, այո, շատ հոգևորականներ այդ վախ է տագնապ իրանք ապրում են եւ շատերն էլ մտածում են, որ այո, եկեղեցին երկրի վրից վերցրելու է եւ այդ փորձությունը մենք չենք տեսնելու։ Կարծես այդպիսի մի մխիթարություն կա, բայց ես չեմ ուզում դրան հակառակ գնալ, ոչ էլ εμείς տեսությունը վերցնել, անկեղծ ասած, բայց ինձ մեկ բան է կարևորը, ինչպես որ ինչպես էր Եգիպտոսից դուրս գալու անապատի մեջ հրյա ազգը ամբողջապես կախված եղավ Աստծուց եւ Աստված 40 տարի ինչ արեց, կերակրեց, հագցրեց, նրանց կոշիկները շորերը չմաշվեցին, չէ՞։ Հով, այն որ ասում են նրանց անգամ արևը նրանց չզարկեց։ Գիշեր անգամ նրանք մթության մեջ չբնակվեցին։ Ու ես ասում եմ, սա իմ համար արդեն սա մեծ երաշխավոր է, որ անգամ այն ժամանակ, երբ որ մենք չեմ ունենա ես հնարավորություն առնել ծախելու, ես հավատում եմ այդ անապատի, այդ փառահեղ, փառավոր Աստծո գործը ես կտեսնեմ իմ կյանքի մեջ, սիրելիներս, ես ուզում եմ այսօր այդ վստահությունը, այդ հավատարմությունը Աստծո հանդեպ ունենանք։ Նայեք, անապատի մեջ Իսրայել ազգը ինչ արեց, տրտնջաց, չէ, բողոքեց։ Նա ինչ էր ասում Մովսեսին, ինչի մեզ հանեցիր, բերեցիր այս վայրի մեջ, մենք այնտեղ լավ ապրում ենք, խիարն ուտում ենք, սոխ ուտում ենք, սխտորն ուտում ենք։ Երբ որ նայում եմ, ասում եմ, անապատի մեջ մենյուն մենակ Աստված էր գրում։ Այո, մենք էլ այն ժամանակ ի տարբերություն այսօրվա կյանքին, որ մենք ենք որոշում այսօր ինչ պետք է ուտենք, ինչ պետք է խմենք, ինչ որ եղբայրս էր ասում, չէ՞, ինչ պետք է այսօր քաղցրավենիք ուտենք, այն ժամանակ Աստված մեր մենյուն ինքն է գրելու, ինքն է որոշելու այդ օրը մենք ուտենք։ Պետք է մենք ինչ անենք, մեր այդ որգրամոլության հետ կապվածության հարցը այսօր լուծենք սիրելիներս, որ կարողանանք դիմակայել, որ այն ժամանակ
այն որ ասում քաղցրի պահանջը քո մեջ ինչ ապստամբության առիթ չբարձրացնի։ Դու չսկսես ասուն ասել Տեր իմ Աստված, ես այսօր քաղցր եմ ուզում։ Այո, անապատում ինչ արեց։ Տրտնջացին, ապստամբեցին, եւ դա ինչ էր նշանակում, երբ որ Մովսեսին ասում են ինչու բերեցիր մեզ, որ այստեղ մեռցնես։ Նրանք Աստծուն ինչ էին համարում, սարսափելի մի բան, որ նա սուտ է խոսացել, որ նա հավատարիմ չէ, որտեղ նա ասել էր ես ձեզ տանում եմ կաթու մեղր բխող երկիր։ Նրանք կասկածի տակ դրեցին Աստծո խոստումը, սիրելիներս։ Ու սա ամենասարսափելի մեղքը դարձավ, երբ որ մարդ կասկածեց Աստծո խոստմանը։ Երբ որ ես մտածում եմ, ասում եմ, եթե ես կասկածեմ Աստծո խոստմանը, Աստծո ամեն խոսքին, նրա արդարությանը, ինչ է կարծում դու, եթե մեկին կասկածես, դու այդ մարդու հետ պետքա, այդ մարդու չէ, այդ անձնավորության հետ պետքա հավիտենության մեջ ապրես, չէ՞, սիրելիներս։ Եթե ես կասկածում եմ, բա ինչի եմ ձգտում հավիտենության մեջ, նշանակում է ես կասկածի տակ եմ դնում, որ ես քո հետ հավիտենություն չեմ գա, որովհետև ես քեզ չեմ վստահում, սիրելիներս, սա շատ խորը նուրբ տեղ է, որ մենք պետքա զգույշ լինենք, որ ես այն ամենայն չեղած, ինչպես որ Միքիայի մարգարեության մեջ էր, եթե ոչ մի բան չլինի, այ Ամբակումի մարգարեության մեջ դարձյալ ես իմ Տիրոջը ինչ կանեմ կհուսամ, կցնծամ, որովհետև եթե ես որ ասում եմ 0.001% իմ ներսում հանկարծ կասկած եղավ, սիրելիներս, ուրեմն իմ հավիտենության գնալը կասկածանքի տակ է, այսինքն դու ցույց ես տալի, որ ես քո հետ հավիտենության չեմ գա, որտեվ դու հավիտենության մեջ մի օր ինձ խաբես, այն որ գրածը ոչ մի աչք չի տեսել, ոչ մի աչք չի լսել, ձեր աչքերը արտասունքը կսրբվի, մի նոր կյանք, նշանակում է ես այս ամենը ինչ եմ դնում, կասկածի եւ հարցականի տակ, սիրելիներս։ Դրա համար անապատում ինչ արին, բոլորը շատերը ընկան։ Աստված չամանեց, որովհետև նրանք պատրաստ չէին հավիտենության մեջ, կաթու մեղր բխող երկրի մեջ Աստծո հետ ապրելու, որովհետև նրանք կասկածի տակ դրեցին Աստծո ամենագերագույն խոսքը։ Մենք տեսնում ենք, չէ՞, ինչպես որ Տիմոթեոսում Հռոմեացին 3:3-ում ասեց, որ Աստված ինչ է, հավատարիմ է։ Միթե Աստված 3:3-ում Աստծո հավատարմությունը խափանի մի անգամից Պողոս առաքյալն ասում է քավլիցի։ Սա գիտեք ինչ է։ Որ ասում եմ մի անգամից բերան այս փակեմ հանկարծ մի թույլ չտամ, մի փոքրիկ սրա մասով հանկարծ ասենց կասկածամտություն մեջս բերեմ։ Քավլիցի, ասես մի անգամից բերանը փակում է։ Մի կարևոր նորից երկրորդ քավլիցի մենք տեսնում ենք, երբ որ Պողոս առաքյալը սկսեց մտածել Իսրայել ազգի, սիրելիներս, մի կարևոր բան ենք մենք տեսնում Հռոմեացիների 11-րդ գլխում։ Սա մի շատ կարևոր, ինքը շատ ընդհանրապես մենք 9, 10 եւ 11-րդ գլուխը, ինչպես որ գիտեք, նա խոսում էր Իսրայել ազգի համար։ Հռոմեացիների 9-ում 9:1-ում ինչ է ասում։ Ասում է ճշմարիտ եմ ասում Քրիստոսով եւ սուտ չեմ ասում։ Խիղճ սելին Սուրբ Հոգով վկայում է, որ տրտմությունս մեծ է, իսկ սրտիս ցավը անհատնում։
մի հետաքրքիր բան։ Նայեք, Պողոս Առաքյալը, որպես իսրայելացի, իր մեջ մեծ հարցականներ կար, մեծ անորոշություն կար։ Մտածում էր, ասում էր, այս ամեն խոստմունքները, չէ, շարունակություն եկեք կարդամ, ասում է, կցանկանայի ես ինքս Քրիստոսից նզոված լիներ իմ եղբայրների եւ ըստ իմ մարմնի ազգակիցների համար, որ իսրայելացի են, նայեք, նրանցն է որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենքի տվչությունը, պաշտամունքը եւ խոստումները, նրանցն են հայրերը, որոնցից են նաեւ Քրիստոսը ըստ մարմնի, որ ամենից վեր է, հավիտյանս օրհնյալ լինի Աստված, ամեն։ Պողոսի մեջ մի տանջող բան կար, ինքը քանի որ շատ անգամներ ինքը պարծենում էր, որ իսրայելացի է, ինքը այո, ուրախ էր դրա համար, չէ, շատ անգամներ ինքը դա մի տեսակ sense սրտի գովասանքով էր խոսում, որ ես Բենյամինի ցեղից եմ։ Ինչպես որ շատերս, այո, մենք ամեն մեկս էր մեր ծննդավայրը, մերով լինելը մեր համար դա պարծանք է։ Եվ Պողոս Առաքյալը իր համար դա շատ կարևոր էր, որ ինքը իսրայելացի էր, բայց մեկ միտք էր իրան տանջում, որ այս Իսրայել ազգի հետ կապված այս Աստված էս որ ուխտ էր արել, բա ո՞նց պետք է լինի։ Իրանց ժառանգությունը, բայց որ Աստված հիմա իրանց թողեց, ինչ արեց, կորության մատնեց։ Իր համար այս մի հարցը անհանգստացնում էր, ասում ես էլ կուզենամ նզովված լինեմ իմ եղբայրների, իմ սերունդի ազգ, այսինքն ուզում ասի, որ ես այդ իմ ազգի համար ցավ եմ ապրում, որովհետև խոստմունքը, որդեգրությունը ամենը իրան են։ Եվ այս իրան մտածմունքների այս ամեն ինչը տարավ եւ մենք 10-րդ գլխում մի ուրիշ բան ենք տեսնում։ Նորից sense մի շարունակություն, բայց մի հարթության, մի իրավիճակի է գալի ասնում Պողոս Առաքյալը, ասում է եղբայրներ, իմ սրտի փափագն ու աղոթն Աստծուց նրանց համար են, որպեսզի փրկվեն։ Այսինքն ես աղոթում եմ, նա միած sense գալիս է ասում է իմ եղբայրների համար ես աղոթք եմ անում, փրկվեն, ոնց որ Աստծու հետ տեսնում ենք ոնց որ միտեղ կռիվ տա, չէ՞, որ Տեր Աստված մի հատ ինձ բացատրի, ես հասկանամ, այս ամենը, որ իրան է խոստացվել, ես իրան այս ամեն ինչը իրանց է խոստացվել, իրանց կարգավիճակը ոնց պետքա լինի։ Եվ մենք գալիս ենք 11-րդ գլուխ։ Տասնմեկի մեկը Միթե Աստված իր ժողովրդին մերժեց, քավլեցի։ Այսինքն եկավ մի sense կարևոր բան, ստացավ այդ պատասխանը, sense մի հատ հոգոց հանեց, հանգստացավ, ասում միթե Աստված իր ժողովրդին մերժեց, ասում քավլեցի, ոնց որ sense արած ոնց կարա Աստված, որ ես կան խոստումներ, որ ես կան ամեն ինչը տվել է ու իր խոսքից հետ կային, այսինքն այդ իր մեծ վախերը, տագնապները ինչ արեց, դադարեց եւ ամբողջ մի 11-րդ գլուխը մի հատ օրհնությունների գլուխ է, որտեվ նա ինչ ասում, քավլիցի, որտեվ ես էլ եմ Իսրայելից, Աբրահամի սերին, Բենյամինի սերնդից, Աստված չմերժեց իր ժողովրդին, որին կանխավ ճանաչեց։ Այսինքն միանգամից Աստծո մխիթարությունը, Աստծո են հանգստությունը միանգամից եկավ իր տեղը։ 11-ում ասում է միթե սայթակեցին, որ կործանվեն, քավլիցի։ Այսինքն այդ Իսրայելի սայթակումը, այդ Իսրայելի այն սխալմունքը կործանման համար չէ։ Սիրելիներ, հենց այս գլխում մի շատ կարևոր տեղ կա, որ կուզենամ հենց հիմա նայենք, որտեղ սրա վրա ես անկեղծ մի հատ գեղեցկություն էր։ 11:32-ում մի բան ենք տեսնում։ Խոսքը ասում է, որովհետև Աստված 11:32-ում խնդրում եմ բացեք։
որովհետև Աստված բոլորին անհավատության մեջ փակեց, որպեսզի բոլորին էլ ողորմի։ Անկեղծ այս խոսքի վրա ես շատ եմ խորեցի։ Մտածում եմ, ասում եմ Աստված, որովհետև բոլորին անհավատության մեջ փակեց։ Սա ինչ է, սա ինչ բան է, որ հետո էլ ողորմի։ Երբ որ մտածում էի մի հայտնություն եկավ, ուրեմն այս ամբողջ մարդկային ժամանակաշրջանի մեջ եղավ մի ժամանակաշրջան, որ ամբողջ մարդկությունը ինչ արեց, մերժեց Աստծուն։ Երբ որ մտածում էի, ասում էի խաչելության օրը, Հիսուս Քրիստոսի սերներս։ Երբ որ Հիսուսը եկավ Աստծու անունով, չէ, որպես Աստծո որդի, եկավ իրենների մոտ եւ իրենները չընդունեցին։ Խաչի ժամանակ ինչ եղավ։ Իրենները ընդամենը իրան ինչ արեցին, սպանեցին, արհամարեցին, ամենավերջի, որ ասում է դաժան մերժվածության արժանացին։ Ամբողջ աշխարհում ինչ էր արել, Աստված ընտրել էր Իսրայել ազգին, որպես ուխտ իրան ընդունում, չէ՞, մենք հեթանոսները արդեն մերժել էինք։ Մենք բոլորս այն ժամանակ մերժել էինք Աստծուն, ինչ հակառակ էինք կարծել։ Խաչի վրա տեղ ունեցավ ամենասարսափելին։ Ամբողջ մարդկությունը, ամբողջ ժողովուրդները, ամբողջ ազգերը եւ ամբողջ ազգերը մերժեցին Աստծուն։ Եվ այն ամենավերջի վարքյանին, որ Հիսուսն ասեց, Հայր, ինչու ինձ թողեցիր, են դադարը, երբ որ մտածում եմ, ասում եմ, պատկերացնում եք, Հայր Աստված, որ մարդկության այդ իր ձեռքով ստեղծած, այսքան օրհնություններ, այսքան խոստումներ եւ ամբողջ մարդկությունը իրան հակառակ կեցավ։ Այն ժողովուրդը, որ անգամ իր ժողովուրդը, որ տարիներով են, որ ասում խոստումներով բերել էր, անգամ իր ժողովուրդը ինչ արեց, հակառակ մեկը չմնաց երկրի վրա, որ Աստծու կողմն լիներ։ Դա չգիտեմ, թե մեր Աստծու այն ամենամեծ սիրտն է, սա աննկա, ես չեմ կարող այո պատկերացնել։ Եվ ասում եմ դադար եղավ։ Ամբողջ երկիրը այն Աստված երևի ամեն իր կյանքի իր այդ ամբողջ այդ արարումից, ամեն ժամանակաշրջանից, որ երևի լուր է մնացել, որ ոչ մի բան չի արել, այդ ընթացքը նրան ինչ արեց, երևի մի պահ մտածեց։ Երբ որ մտածում եմ, ասում եմ սատանան այդ ժամանակ ինչ էր, ցնծում էր, ինքը կարծես ձեռքերը պարզած իր հաղթանակն էր ուզում նշեր, որտեվ մտածեց, ասեց սա արդեն վերջն է, արդեն Աստված մի Էլսանից հետո արդեն հրաժարվի է ժողովրդից, ես ամբողջ մարդկությունը կպատկանի ինձ, սա իր համար այդպիսի մեծ բացականչություն, որ ես գիտեմ արդեն այս մարդկության հետ ինչպես կվարվեմ, որովհետև ես հասա իմ նպատակին, որ հայրը զզվեց, որ ասում է արդեն հոգնեց այս ժողովրդից եւ հրաժարվեց։ Բայց նա չգիտեր, որովհետև չգիտեր, երբ որ ասում է Պողոս առաքյալ այս խոսքից հետո 32-ից հետո 33-ում մի ուրիշ տեսնում է ինչ 33-ից մինչև 36-ն էլ կարդանք երևի ով Աստծո մեծության, իմաստության եւ գիտության խորություն ցնցվեց սենց ընկավ գետին Պողոս առաքյալը ասեց սա ինչ ծրագիր է, ինչ մեծություն, ինչ խորություն, ինչ գիտության, իմ համար սա անհասկանալի է, Տեր Աստված, դու ամբողջ ազգերին անհավատության մեջ արգելեցիր ողորմես, ինչ ծրագիր է, որ Իսրայելին տարար այդ մերժվածության, որ ամայն ազգերին քեզանով դարձնես,
Նա ես պատկերացնում եմ Պողոս առաքյալ այս հայտնության մեջ երեսնի վրա ընկած, երևի երկար պակության են փառաբանության մեջ էր, ով Աստծո մեծություն։ Սա մեծության են վերին են հայտնության գագաթնակետն է, որ նա մտածելով հասկացավ, որ անքննելի են Աստծո գործերը, Աստծո դատաստանները, ինչպես որ շարունակությունն է ասում։ Իշքան անքննելի են նրա դատաստանները եւ անզննելի են նրա ճանապարհները, ով Տիրոջ միտքը իմացավ։ Սատանա, դու ոնց կարող ես ինչ որ Տիրոջ միտքը իմանալ, դու ոնց կարող ես նրա խոստմունքը ինչ որ մի պահի հասցնել այնպիսի վիճակում, որ Աստված իր խոսքից հետո կայներ, հետ կայներ, նրա խոսքը չգործացեր։ Ոնց կարող է անգամ իմ մոտ մի փոքր sense մի դառնա, որ Աստված իր խոսքից հետ կկայնի։ Որտեղ մենք շատ լավ գիտենք, չէ, Հովանեսի հենց ավետարանի ամենասկիզբը ռուսական հենց խոսքով է, չէ, սկզբում էր խոսքը Աստծո մոտ էր եւ խոսքը ինչ էր։ Խոսքը Աստված նույնացված են, սիրելիներս։ Մենք որ խոսքը կարդում ենք, հենց ինքը Աստված նույնացված, հենց ինքը հենց խոսքից միայն որ ասում եմ մեկ կետ անգամ Աստված հեռու չի գնում։ Նրա խոստմունքները, նրա խոսացածը այն որ ասում եմ ամեն միջև մեր կյանքի վերջ հավիտենության մեջ անբեկանելի են եւ անփոխանելու։ Ասում եմ ով Տիրոջ միտքն իմացավ կամ ով նրան խորհրդատու եղավ կամ նրան ով նախապես բան տվեց, որպեսի դրա հատուցումը նրանից ստանա, որովհետև նրանից, նրանով ու նրա համար է ամեն բան, փառք հավիտյանս հավիտենից։ Սա այն վերջնակետն է դնում, նրանից, նրանով եւ ամեն բան նրա համար։ Այսինքն իմ կյանքի մեջ ամբողջապես նրանից եւ ես իմ կյանքի մեջ ինչ որ բան տեղի ունենում նրա համար է տեղի ունենում, սիրելիներս։ Դու ստեղծված ես Քրիստոսի համար։ Քո այս ամբողջ կյանքը ամբողջապես կատարում է Քրիստոսի համար։ Դրա համար հենց այս գլխում որ ասում է, եթե նրանց կուրությունով աշխարհը ինչ արեց, հարստացավ, նրանց այն տկարությունով ավելի ճիշտ, որովհետև եթե նրանց մերժումն աշխարհին հաշտություն է, ապա նրանց ընդունելությունը ինչ կլինի, եթե ոչ մեռելներից կենթանացում։ Իսրայել ազգը մեր չափանիշն է, մեր ոնց ասած նրանով մենք հասկանում մեր այս ամբողջ աշխարհի ընթացքը, սիրելիներս, չափանիշ այո Իսրայել ազգն է։ Դրա համար ես ուզում եմ հիմա խոնարհվենք մեր Տիրոջ առաջ, սիրելիներս, Աստծո մեծության առաջ։ Աստված ինչ որ որոշել է իմ ու քո կյանքում, նա տեղի է ունենալու։ Սիրելիներս, եկեղեցին 2000 տարի անցել է ամենամեծ փորձություններով, հալածանքներով, բայց նա այսօր կա եւ ամեն օր այն ամենասկզբից ավելի հզոր է կանգնած, որովհետեւ նա խոստացավ եւ ձեզ հետ կլինեմ մինչեւ աշխարհի վերջը։ Այո, նա մեր հետ է ամեն վարքյան։ Նրա ներկայությունը մեզ հետ է ամեն վարքյան, նրա հոգատարությունը, նրա գթասրտությունը, նրա ողորմությունը, նրա փրկող ձեռը մեր հետ է ամեն վարքյան։ Անկախ ամեն ինչից, այո, ինչ որ ծրագրել է եկեղեցով այս աշխարհի վրա իրագործելու, իմացեք, Աստված անելու է։ Խնդիրը ինչու՞մն է, մենք որքանով մենք
կլինենք այդ ծրագրի մեջ, թե չենք լինի, դա է կախված արդեն իմ մեջ։ Աստված իր գործը անելու է։ Եվ շատ կարևոր է, որ այս հնարավորությունը, երբ որ Աստված ինձ ու քեզ կանչել է հենց այս Երևանի այս քաղաքային եկեղեցու համար, նոր սկսվող եկեղեցու համար, այն տեսիլքները, այն ծրագրերը, նպատակները ինչ արել, արդեն Աստված հստակ տվել է, որ ասում արդեն ճանապարհը պատրաստված ունի այս եկեղեցին, սիրելիս։ Եվ նրա խոսքը, եթե ասել է, դա տեղի ունենալու։ Անկախ ամեն ինչից դու կմտնես, չես մտնի, իմացի, այդ գործը, այո, Աստծո այս եկեղեցին գործելու է այս քաղաքի մեջ։ Բայց մեծ պատիվ եւ օրհնություն է, որ արդեն այսօր դու կանչված ես եւ մասնակից ես այդ նրա զորավոր ընթացքին, սիրելիները, սա մեծ հնարավորություն, մեծ պատիվ համարի քեզ, որ այսօր դու միացած ես այդ իր մարմնի այս ընթացքի մի մասնիկին եւ sense խոնարեցրու ու ներսումդ ուզում եմ հիմա գոհաբանություն բարձրացնես այս փոքր բանի մեջ, որ այո, այսօր քեզ Աստված կանչել է այս փոքր բանի մեջ։ Եվ Աստծո խոսքն ինչ է ասում, ասում է, եթե ինչ որ մեկը փոքր բաների մեջ հավատարիմ եղավ, նրան ամեն մեծ բաների նոր կտանի։ Մենք շատ անգամ մտածում ենք կարգ ու կանոն կամ փառաբանություն կամ էս կամ այն միշտ մեծ բաներ ենք մտածում, բայց սիրելիներս, այս փոքր բանը հարթում է դեպի Աստծո մեծ գործերի մեջ։ Այն քննությունը, որ այսօր ես եւ դու ունենք այստեղ, որտեվ իմ եւ քո այստեղ լինելը պատահականության սկզբունք չէ։ Իմ ու քո այստեղ լինելը դա Աստծո որոշումն է, նրա նախասահմանվածությունն է։ Դրա համար մենք պետք է երկյուղածությամբ, այն սրտի խոնարհությամբ վերցնենք այդ պատասխանատվությունը, ասենք Տեր իմ Աստված, թող քո կամքը լինի։ Սերներս, Աստծո ողորմությունը ամենքի հետ կա, մինչև այո աշխարհի վերջը իմացի, քո կյանքի վերջը Աստծո ողորմությունը կա։ Բայց չեմ ուզում, որ մնանք այդ Աստծո ողորմության մեջ, որտեղ ավելի մի վեր բան կա, դա Աստծո շնորհքն է, սիրելիս։ Ես ուզում եմ այո մտնենք այս Աստծո շնորհքի մեջ, դա Աստծո շնորհքը դա մի զորություն եւ կարողություն է նրա կամքը կատարելու համար, նրա ընթացքը կատարելու համար, սիրելիներս, առանց Աստծո շնորհքի չեն կարող նրա կամքը կատարել։ Դրա համար կանչենք նրա շնորհքը այս վայրի մեջ, որպեսզի այո նրա այն հավատարմության ընթացքը, որ ինքը ինչպես որ մեզ հետ ինքը հավատարիմ է, այո մենք նմանապես հավատարիմ լինենք։ Ես վերջերս այստեղ զոհաբերության խոսքի ժամանակ խոսեցի, չէ՞, ով է այն բարի իմաստուն եւ հավատարիմ ծառան։ Սիրելիներս, հավատարմությունը դա հավատքիդ ապացույցն է։ Եթե դու հավատում ես, դու նշանակում է հավատարիմ ես լինում այդ խոսքին։ Եթե դու իշքան էլ հավատաս, եթե քո կյանքում Աստծո հանդեպ, Աստծո տան մեջ, Աստծո գործերի մեջ հավատարմություն ցույց չտվեցիր, նշանակում է քո հավատքդ կասկածի մեջ է։ Աստված հավատարիմ է լինելու։ Աստված մինչև մեր կյանքի վերջը իր գթասրտությունը, իր խրատը, իր հորդորը, իր սերը, իր հրաշքը, իր օրհնությունները լինելու են, սիրելիներս։ Բայց ես ուզում եմ այսօր մեր մասին մտածենք։ Այն մեծ գործը, որ արել է իմ հանդեպ, այն մեծ սերը, որ ցույց է տվել ինձ ու քեզ, նրա արյունով այո մենք փրկված ենք, սրբված ենք, որ այսօր նրա տան մեջ, նրա տան սրահներում, նրա ներկայության մեջ նստած վայելում ենք։